Շարունակում ենք սիրելիներ, մենք այսօր վաղ առավոտից խոսում ենք երեխաների մասին, որովհետև առջևում տոնական օրեր են, մեզ համար միշտ հաճելի է տեսնել երեխաների ժպիտները, նրանց ներդաշնակ կյանքը խաղաղ ու գեղեցիկ ընտանիքներում, բայց գիտենք, որ ընտանիքը մարդկանց տրված է հոգևոր երջանկությունը վայելելու համար, բայց ի վերջո բախվում ենք երբեմն դժվար իրականության, երբ ընտանիքում ամեն բան այնպես հստակ եւ ճիշտ ուղու վրա չէ, որի շրջանակներում երեխան կարող է իրեն զգալ երջանիկ եւ ուրախ ու հաճախ նրանք այսպես ճգնաժամային իրավիճակների մեջ են հայտնվում ու կան մարդիկ ու կան մեծ ու մասշտաբային նախաձեռնություններ, որոնք գալիս են օգնելու այս կարևոր հարցը լուծելու համար։ UNICEF-ը աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության հետ հավաքագրում է խնամատար ծնողների եւ անցկացնում է վերապատրաստման ծրագրեր, ավելի մանրամասն արդեն մեր հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն են Հայկ Խմեչյան, UNICEF-ի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար եւ Միրա Անտոնյան, ասոցիացիայի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Եվ ամենակարևոր ու հետաքրքրող հարցերից սկսենք, հարցից երևի թե, որ հետաքրքրում է մեզ եւ հեռուստադիտողին, ով կարող է դառնալ խնամակար։ Խնամատար ծնող, հետաքրքիր է հնչում, մի քիչ բացենք փակագծերի վերջը, որովհետև պարզ է երևույթը, բայց վստահաբար կան շերտեր, որոնք ձեր կողմից կբացահայտենք։ Նախ շատ շնորհակալություն այս հնարավորության համար, որ կարող ենք մեր հանրությանը տեղեկացնել, որ ձեր նշած ճգնաժամերում հայտնված ոչ այնքան հարթ ընտանեկան կյանքի պայմաններում ապրող երեխաների համար այս մոդելը տալիս է երկրորդ հնարավորությունը երեխաների համար եւ այնուամենայնիվ կառավարությունը միջազգային կազմակերպությունները եւ տեղական կազմակերպությունները այդ մոդելի միջոցով փորձում են հնարավորություն տալ, որ երեխայի մանկությունը չանցնի այդպես անորոշ, ոչ այնքան խոստումնալից հեռանկարի պայմաններում, փոխարենը առաջարկել ավելի հավասարակշռված, ավելի պատրաստական, ջերմ, սովորական ընտանեկան պայմաններ մեկ այլ ընտանիքում։ Խնամատար կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի 18 տարեկան լրացած եւ նոր օրենքի կարգավորման պայմաններում արդեն մինչև 65 տարեկան քաղաքացին կարող է դիմել ամուսնացած անձինք, ովքեր երեխաներ ունեն, կարող են դիմել այն ընտանիքները, ովքեր երեխաներ ընդհանրապես չունեն, կարող են դիմել են մարդիկ, ովքեր միայնակ ծնող են, կարող են դիմել լրիվ ընտանիքները, համարյա սահմանափակում չկա, բացի մեկ պայմանից 18 տարեկան լրացած քաղաքացի։ Եվ խնամատարության հանձնվող երեխայի հետ 18 տարվա տարիքային տարբերություն։ Հայտը ներկայացնելուց հետո անշուշտ կան, քանի որ ինքը սոցիալական մոդել է, բնականաբար բավական լուրջ կարգավորումներ ունի։ Բացի հետաքրքրության հայտից մենք ակնկալում ենք, որ դիմողները պիտի լինեն պատրաստական կոնսուլտացիոն հանդիպումներ անցնելու, պատրաստական վերապատրաստումներին մասնակցելու, պատրաստական ու բաց աշխատելու համակարգի հետ, այն մարդկանց հետ, ովքեր կցված կլինեն ընտանիքին, ինչու համար, ինչու է պետք այդ բացությունը, որովհետև այնուամենայնիվ մարդիկ պահելու են ուրիշի երեխային։ Երեխա, ով իր մանկության ժամանակ տեսել է բավական ոչ մանկական դժվարություններ։ Հաշվի առնելով այդ բարդ իրավիճակը, ոչ այնքան դյուրին իրավիճակը, մենք մտածում ենք, մոդելը մտածված է այնպես, որ անպայման լինի դրական մասնագիտական ուղեկցման պայմաններում, որ հանկարծ ինչ-որ հարց առաջանալու պարագայում թույլ չտանք, որ հարցը վերածվի չլուծվող ինչ-որ մի իրավիճակի, այլ ժամանակին միջամտությունը կազմակերպվի, որտեղ խնամատար ընտանիքը դա ոչ միայն երեխային երկրորդ ընտանիք պարգևելու մոդել է։ Խնամատար ընտանիքում պիտի բոլորը լավ զգան։ Խնամատար ծնողները, խնամատար ընտանիքի սեփական երեխաները, խնամատար ընտանիք եկած երեխաները, սա հավասարակշռության մասին է եւ փոխադարձ աջակցող մթնոլորտ ձևավորելու մասին։ Ինչ կհասկանանք հատկապես որ թիրախային խումբն է, հա, երեխաներից, որոնք կարող են իրենց տեղը գտնել խնամատար ընտանիքում, հասկանանք վերապատրաստման գործընթացը ինչպես է կազմակերպել, որովհետեւ այսպես ասում ենք, թվում է հեշտ, բայց շերտեր կան, շատ խորքային է ամենը եւ առաջին հերթին մտածողությամբ ու հոգեբանությամբ մեր քաղաքացին, ով դիմել է, պիտի պատրաստ լինի իր տեղը գտնելու որպես խնամատար ծնող։ Այդ ոսկեմիջին ձևաչափը, տարբերակը եւ ժամանակահատվածը որքան է տևում, երբ դուք արդեն գիտակցում եք, որ տվյալ անձը պատրաստ է արդեն որպես խնամատար ծնող դրականը պարգևելու երեխային, ով ունի դրա կարիքը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, հարցից օգտվելով հարցի հիմնական պատասխանը կթողնեմ Տիկին Անտոնյանին, որտեղ վերապատրաստումների հարցով իր ղեկավարած կազմակերպությունը
երկար տարիներ արդեն զբաղվում է, բայց կցանկանայի անպայման նշել, որ մինչև վերապատրաստումներին նախորդում են իրազեկումների համատարած արշավներ, երկրով մեկ։ Մենք վերջերս աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացրել ենք այդ արշավները մարդկանց իրազեկելու այս երևույթի մասին, այս ծառայության մասին, դրա նպատակների մասին բնականաբար, որից հետո այն ծնողները, որոնք պոտենցիալ ծնողները, որոնք ցանկանում են դառնալ խնամատար ծնող եւ ստանձնել առանց ծնողական խնամքի մնացած կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքը, գալիս եւ մասնակցում են չպարտավորեցնող լրացուցիչ իրազեկման եւ վերապատրաստման դասընթացների, որոնք վարում են այս ոլորտում երկար տարիների փորձ ունեցող, արդեն շուրջ 2 տասնամյակի փորձ ունեցող մասնագետները։ Բնականաբար վերջնական որոշում ամեն դեպքում մնում է տվյալ անձին, որքանով է նա ցանկանում դառնալ խնամատար ծնող, բայց կարող են լինել իհարկե դեպքեր, երբ սոցիալական աշխատողը տարբեր գնահատման չափանիշներից ելնելով խորհուրդ չտա համապատասխան որոշում կայացնողներին, որ այս կամ այն անձը կարող է դառնալ խնամատար ծնող, բայց նման դեպքերը բարեբախտաբար այդքան հաճախ չեն, որպես կանոն գրեթե չեն հանդիպել։ Գրեթե չեն հանդիպել։ Շատ կարճ է միջին հաշվարկով որքան է տևում վերապատրաստման գործընթացը։ Այս պահին գործող կարգով 36 ժամ on-line եւ off-line տարբերակներով հիմա վերանայել ենք վերապատրաստման դասընթացները, որտեղ մոդելը գործում է Հայաստանում 2005 թվից եւ այս պահին ունենք 140 ընտանիքներ, ովքեր խնամում են 192 երեխաների, այսինքն Հայաստանը ունի արդեն իր սեփական կուտակած փորձը եւ այդ փորձից ելնելով եւ վերլուծելով արդյունքները, որ դեպքում ենք որ դեպքում է ավելի գրագետ ստացվում գործը, որ դեպքում ենք ավելի հաջողում գործը, այդ ամենից ելնելով հիմա առաջարկում ենք մի քիչ այլ վերափոխված վերապատրաստումների եւ ձեռնարկը եւ տևողությունը եւ ընդհանրապես մի քիչ էլ փոխել ենք նաեւ բովանդակային հարցերը եւ ենթադրում ենք, որ 60 ժամ։ Հիմա իհարկե հասկանում ենք, որ մարդիկ աշխատում են, մարդիկ զբաղված են եւ 60 ժամ մասնակցել վերապատրաստումներին գուցե եւ այդքան էլ նպատակահարմար չլինի, բայց կյանքը ցույց տվեց, որ այս բովանդակությունը պետք է ապահովել, փորձում ենք անել այնպես, որ հարմար լինի ծնողներին, երեկոյան ժամերի, ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին պլանավորում ենք այդպես կազմակերպել եւ քանի որ մարդիկ աշխատում են, գուցե 3 օր մի փուլով, 3 օր մի այլ փուլով, բայց մինչև երեխային ընդունելը շատ ցանկալի է, որ ծնողները բոլոր այդ դասընթացները անցնեն։ Հավելեմ, որ երբ սկզբից ժամի մասին տեղեկանում են, դա համադրում են իրենց առօրյա կյանքի ռիթմի հետ, մի քիչ անհանգստանում են, բայց երբ գալիս են վերապատրաստումների, շատ դժվար են բաժանվում։ Իսկապես այդպես է։ Իսկ խնամատար ընտանիքները ինչպեսի աջակցություն կամ ինչ աջակցություն են ստանում պետությունից։ Նախ շատ կարևոր է նշել, որ երեխան խնամատար ընտանիքում տեղավորվելուց հետո համակարգը նրա մասին չի մոռանում որևէ կերպ եւ համապատասխան ծառայությունների, սոցիալական ծառայությունների աչքը միշտ մնում է խնամատար ընտանիքի վրա, որպեսզի բարբերաբար վերագնահատվեն այն հանգամանքները, որոնք հանգեցրել են կենսաբանական ընտանիքից երեխայի բաժանմանը եւ բարձելու համար թե վերացել են արդյոք այդ իրավիճակները թե ոչ, որովհետեւ այդ գնահատման վերջնական նպատակը այն է, որպեսզի ծառայությունները հասկանան արդյոք երեխան պատրաստ է վերամիավորվելու կենսաբանական ընտանիքի կամ մերձավոր ազգականների ընտանիքի հետ, որովհետեւ խնամատարությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին առաջարկող միակ այլ ընտրանքը չէ։ Եվ այս ամբողջ ժամանակահատվածում խնամատար ընտանիքը ստանում է ինչպես մասնագիտական աջակցություն սոցիալական ծառայություններից, այնպես էլ ֆինանսական աջակցություն պետությունից, որը բաղկացած է երկու մասից՝ երեխայի խնամքի դաստիարակության համար նախատեսված վարձատրությունից խնամատար ծնողին եւ երեխայի խնամքի համար նախատեսված միջոցներից, երեխայի խնամքի եւ բարեկեցության համար նախատեսված միջոցներից, որը այս պահի կարգավորումներ
տոկոսներով, եթե չեմ սխալվում, կազմում է մոտավորապես 140,000 դրամ, այդ երկու բաղադրիչները միասին, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը ստանձնած խնամատար ծնողներին վճարվում է լրացուցիչ նաև վարձատրություն, հավելավճար։ Բայց դրանք վերանայվում են, ինչպես ասեցի 2005 թվականից է մոդելը ներդրվել եւ բավական շատ հետեւություններ են կարել։ Այս պահին նախարարությունը շատ մտահոգ է եւ այն հարցով, թե ինչպես տարբերակել հաշվարկի միավորները, որ 1 տարեկան երեխայի կարիքները բնականաբար 16 տարեկան երեխայի կարիքներից ցույց տարբերվում են, դպրոցականի կարիքները նախադպրոցական տարիքի եւ փորձում են հնարավորինս զգայուն ֆինանսական համակարգ ձևավորեն խնամատարության համար տրամադրվող աջակցության չափի, բայց ընդհանուր առմամբ եւ ուղեկցել անշուշտ, ինչպես իմ գործընկերը շատ տեղին նշեց, ծառայություն գումարած գումար եւ մասնագիտական աջակցություն եւ դրամ, որը թույլ կտա, որ այդ process-ը ընտանիքը համեմատաբար հեշտ անցնի։ Բայց ընդհանուր առմամբ ես ձեզ ասեմ, նախարարության տեսակետից, կառավարության տեսակետից, ովքեր են խնամատար ծնողները, դա նույն դաստիարակներն են, ովքեր հավանաբար պիտի այս նույն երեխային խնամեին մանկատանը, եթե երեխան գտնվեր մանկատանը, բայց այս գործը մարդիկ անում են անմիջապես իրենց ընտանիքի պայմաններով։ Շահում է հասարակությունը, որտեղ երեխան ընտանիքում է մեծանում։ Շահում է պետությունը, որտեղ դա բազմակի անգամ ավելի տնտեսապես ավելի ձեռնտու է, քան մեծ մանկատներ, մեծ շենքեր պահել, ջեռուցում եւ այլ, շատ ծախսատար է մանկատունը։ Բացի այդ հարցը ծախսը չի, հարցը այն է, թե մանկատնից հետո երեխան ինչի է պատրաստ, որքանով է պատրաստ ինքնուրույն կյանքի, սոցիումում իրեն պահելու, ինքնուրույն ապրելու եւ այլն, այն դեպքում, երբ որ ընտանիքը անշուշտ համեմատաբար որևէ այլ մոդելի հետ նույնիսկ համեմատություն չունի, ինքը մի շահեկան է, որովհետև մեծացնում է հասարակության համար պատրաստ մարդ։ Այս առումով շահում են բոլորը՝ երեխան, պետությունը, հասարակության շահը ես կուզենայի ասել, գիտեք, ուզում ենք մենք ներառական հասարակություն, մենք ուզում ենք կիրթ հասարակություն, մենք ուզում ենք բարի հասարակություն, բոլորս ցնցվում ենք յուրաքանչյուր անգամ, երբ տեսնում ենք ինչ որ խաթարված ճակատագրեր, վնասված երեխաներ, մեկը մեկին վնասելուց չխուսափող երեխաներ, դեռահասներ եւ այլն, ու այդ ամբողջ քաոսի լուծման համար կարծես խնամատար դառնալով յուրաքանչյուր քաղաքացի, ով որ կդառնա խնամատար, ինքը այդ խավարի մեջ լույս վառողներից մեկն է դառնում։ Կառավարության համար ինքը իր մասնագիտական անձնակազմի մեջ է։ Ճիշտ այնպես, ինչպես, չգիտեմ, սոցիալական ծառայության աշխատողները, ճիշտ այնպես, ինչպես սոցիալական ոլորտի ծառայությունների աշխատողները, խնամատար ծնողը փաստորեն իր մասնագիտական ներուժի մի մասն է դառնում։ Մենք իհարկե կարևոր տեղեկություն ասացինք ֆինանսական մասի հետ կապված, հարց կար, որի պատասխան արդեն իսկ հնչեցրեցի, կապված երեխաների տարբեր տարիքային խմբերի հետ, որովհետև այլ է պահանջը դպրոցահասակ կամ նախադպրոցային եւ արդեն ավելի դեպի հասուն տարի գնալու շրջան, ինչը շատ կարևոր է եւ վստահ ենք, որ հավասարաչափ աշխատված են այսպես մոտեցումները ճշգրիտ, որպեսզի բավարարենք այս իրավիճակում գտնվող երեխաների պահանջները, բայց կա մի արտահայտություն, որ հնչում է այսպես ճգնաժամային խնամատարություն։ Սա բարդության որևէ աստիճան է սանդղակ է, որի շուրջ նաև մտածել եք եւ ունեք հետաքրքիր քայլեր արդեն ձեռնարկած։ Իրականում կարող է բառը մի փոքր շփոթեցնող լինել, ցանկացած ճգնաժամում հայտնված երեխա կարող է գնալ խնամատար ընտանիք, բայց ճգնաժամային խնամատարությունը կոչված է արագ արձագանքելու ճգնաժամային իրավիճակում հայտնված։ Ես կարող եմ մի քանի օրինակ բերել, ենթադրենք միայնակ ծնող, մենք նման դեպքի, եթե չեմ սխալվում, առերեսվել ենք 2020 թվականին COVID-ի համավարակի ժամանակ, երբ միայնակ ծնողին մեկուսացնելու բժշկական նկատառումներից ելնելով մեկուսացնելու խնդիր էր դրված։ Կամ կարող ենք պատկերացնել մի իրավիճակ, երբ երեխաների հետ տվյալ պահին գտնվող միակ ծնողը ազատազրկվում է։ Եվ համակարգի պատրաստ չլինելու դեպքում առաջին տարբերակը, որ առաջարկվելու է այդ երեխային, լինելու է շուրջօրյա խնամքի հաստատությունը կամ մանկատունը, ինչպես ընդունված է ասել, որը բոլորովին ամենալավ վայրը չէ երեխայի համար։ Եվ այստեղ մեր վերջնանպատակը, ես նկատի ունեմ տարբեր դերակատարներին եւ կառավարությանը իդեմս աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության եւ տարածքային կառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպությունների եւ UNICEF-ի այն է, որ մենք երկրի ամբողջ տարածքում ունենանք ճգնաժամային խնամատար ընտանիքներ, պոտենցիալ խնամատար ընտանիքներ, որոնք 24/7 ռեժիմով պատրաստ կլինեն ընդունելու իրենց ընտանիքում ընդունելու եւ ստանձնելու ճգնաժամային իրավիճակում հայտնված երեխայի։ Եվ ճգնաժամերը իհարկե տարբեր են, տարերային աղետներ, ժամանակավոր
կամ հիմնական տեղահանություն, որի արդյունքում երեխան մնում է առանց ուղեկցողի կամ առանց խնամողի, որպեսզի մենք ունենանք արագ արձագանքման տարբերակ մինչև երեխայի հիմնական խնդիրը լուծելը։ Գուցե գտնվում է ծնողը, գուցե հայտնաբերվում է կենսաբանական ծնողը, գուցե հայտնվում է ծնողը, գուցե հայտնվում է մերձավոր ազգական, տատիկ, պապիկ, հորեղբայր, մորաքույր եւ այլն, եւ երեխան վերադառնում է այնտեղ, բայց ճգնաժամային խնամատարության գաղափարը այս է, որպեսզի երեխան ունենա այլընտրանքային ընտանեկան միջավայր։ Հատկապես շտապ ճակերտների մեջ այսպես շտապ դեպքերի հետ կապված, այո, արագ արձագանք ենք։ Եվ ոչ երկարաժամկետ, եթե ընդհանուր խնամատարության դեպքում ժամկետի սահմանափակում որպես կանոն չի, այսինքն հնարավոր չէ կանխատեսել, կախված դեպքի վերագնահատումից, երեխայի խնդիրների լուծումից եւ այլն, ճգնաժամային կարող է տևել մինչև մանկության ավարտը։ Այո, կարող է երբեմն տևել մինչև 18 տարեկան, երբեմն մինչև 23, կախված առանձնահատկություններից, բայց ճգնաժամային խնամատարության դեպքում այս ժամկետը պետք է լինի 6 ամիս, որ եւ այդ ընթացքում պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը։ Շատ լավ։ Թեման շատ լայն է, մենք կարող ենք մի ամբողջ եթեր տրամադրել, որպեսզի լիարժեք խոսել։ Կանեք այդ առաջարկը րոպե նրանց, որովհետև ցավոք հիմա ավարտվեց հարցազրույցի ընտրված ժամանակը, մենք ամենայն դեպս ուրախ ենք, որ առօրյա լուսոն դարձավ այն կարևոր մաստիկը իրազեկման հետ կապված բոլոր մեր հայրենակիցներին։ Ուշադիր լսեք այս հարցազրույցը, որովհետև շատ կարևոր մի առաքելության մասին էր գնում խոսքը, սիրելիներ, մենք հիմա կընդմիջվենք, կվայելենք երաժշտական տրամադրությունը, կվերադառնանք եւ կշարունակենք։ Գնացինք։